Քաղաքապետարանի նորամուծությունը մայրաքաղաքում իրականացվելիք նոր ծրագիրն իսկական գտածո է հատկապես երիտասարդների համար։ Երևանի հուշարձանների, դրանք ստեղծող քանդակագործների ու կերպարների մասին ցավոք գրեթե անտեղյակ երևանցիներն ու նաև մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն կունենան համապարփակ տեղեկություն ստանալ սեփական բջջայինի միջոցով առանց մեծ ջանքեր գործադրելու։ Այս ամենը հնարավոր կլինի ինովացիոն նոր համակարգի միջոցով, որը տեղադրվելու է հուշարձանների վրա։ Ինչպես այն գործելու տեղյակ է Տիգրան Դանիելյանը։ Մայրաքաղաքի բոլոր հուշարձաններն առաջիկայում կունենան իրենց QR կոդերը։ Ինովացիոն այս համակարգն առաջին անգամ է կիրառվելու Հայաստանում։ Իրականում QR կոդը կամ վահանակը խճանկար հիշեցնող պատկեր է։ Բջջայինում ունենալով QR Reader ծրագիրը մայրաքաղաքի հյուրերն ու երևանցիները կարող են ծանոթանալ տվյալ հուշարձանի պատմությանը, հեղինակից մինչև արձանի հերոսի ստեղծագործությունները։ QR կոդ տեխնոլոգիան շատ տարածված է աշխարհում, բայց դա օգտագործվում է այլ ոլորտներում։ Առաջ անգամ աշխարհում դա կիրառվում է Հայաստանում, հենց պատմամշակութային օբյեկտների հանդեպ։ QR վահանակները լուսանկարելուց հետո հեռախոսի ծրագիրը հնարավորություն է տալիս համացանցի միջոցով բեռնել ամբողջական տեղեկություն տվյալ հուշարձանի մասին։ Վահանակներն արդեն տեղադրված են Կոմիտասի, Հովհաննես Այվազովսկու եւ այլ արձանների հարևանությամբ։ Անկախության հոբելյանի կապակցությամբ վահանակներ կտեղադրվեն 30-ից ավելի հուշարձանների մոտ։ Յուրաքանչյուր ամիս մենք ինչ-որ ինովացիոն նորարար տեխնոլոգիա ենք ոնց որ կիրառում մեր Երևանի տնտեսության մեջ։ Առաջին QR վահանակը տեղադրվել է Կոմիտասի արձանի հարևանությամբ եւ նույն օրը 18 անգամ այն նկարահանվել է։ Monuments.yerevan.am կայքի այցելուները կարող են գտնել հուշարձանի մասին տեղեկություն։ Ավելին, հիմա հեղինակները ձայնագրություններ ու տեսաշարեր են հավաքում այդ ստեղծագործությունների մասին, այնպես որ շատ շուտով QR կոդերը կդառնան մայրաքաղաքի հուշարձանների այցեքարտերը։ Տիգրան Դանիելյան, Տիգրան Բաբայան, Հայլուր։